Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է, լավ տրամադրությամբ եւ հետաքրքիր առաջարկներով։ Այսօր հյուրն է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, մամուլյա եւ ընկերներ գինետան գլխավոր խոհարար եւ տնօրեն ձեր բարեկամ, ձեզ քաջածանոթ Գրիշա Անդինյանը։ Ողջույն Գրիշա։ Ողջույն Սեթակ ջան։ Ինչպե՞ս ես եղբայր։ Նորմալ։ Եթե ամեն ինչ լավ է, ես մտածում եմ, որ մեր հեռուստադիտողներին այսօր մի հետաքրքիր բան է սպասում, եթե խանգարող որևէ հանգամանք չկա։ Չէ, խանգարող հանգամանք չկա, հեռուստադիտողներին ցույց ենք տալու այսօր շատ հեշտ մի կերակրատեսակ, բորանիների շարքից, հավով եւ հաճարով բորանի։ Հետաքրքիր կերակրատեսակ է։ Շատ լավ։ Ինչ պետք է անենք, խնդրեմ, որ խնդրեմ սոխը կտաս Սեթակ ջան։ Այո, խնդրեմ։ Սոխը ես մանրացնեմ։ Բաղադրությունը Լոլիկը դու հիշենք։ գլուխ սոխ, հավ, լոլիկ, կծուտակ դեղ, սխտոր, վերջում կանաչի եւ իհարկե արդեն նախապես պատրաստված հաճարը։ Իսկ լոլիկը մանր պիտի կտրատենք։ Այո։ Շատ լավ։ Լոլիկը կտրատեցինք, երկուսը պիտի կտրատենք, թե մեկը։ Իհարկե, երկուսը։ Ափսոսում ես Սեթակ։ Չեմ ափսոսում Գրիշ ջան, հիմա մտածում եմ, թե այ խոսք ենք բացելու խորովածի փառատոնից։ Ինչ նախապատրաստություն ունես, ինչ պիտի պատրաստես, թե պիտի գաղտնի պահենք մինչև այդ օրը։ Մինչև խորովածի փառատոնը գաղտնի պահենք, երևի թե։ Խորովածի փառատոնին կտեսնենք, էլի ինչ ենք պատրաստում, ինչ կարող ենք պատրաստել։ Բարեկամներ, սեպտեմբերի 12-ին 7-րդ անգամ հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը, Աղթալայի քաղաքապետարանը, Լոռու մարզպետարանը, Էկոնոմիկայի նախարարության, տուրիզմի եւ զբոսաշրջության վարչությունը միասին իրականացնելու ենք Տոլմայի ներողություն խորովածի փառատոն։ Առայժմ 7-րդ անգամ։ Առայժմ 7-րդ անգամ։ Թիմերը կարող են գրանցվել, գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 1, իսկ հյուրերը նախապատրաստվեն այդ օրը այլ Թեժ է լինելու։ այլ պատվերներ չվերցնեն, այլ գործողում։ Այդ օրը թեժ է լինելու, այո։ Թեժ է լինելու, քանի որ կրակի կողքն ենք լինելու։ Մեր սոխը արդեն մի փոքր թափանցիկ է դարձել, կարող ենք ավելացնել նաև արդեն հավի միսը։ Մեր Արդեն տեղադրենք մատուցման ափսեի մեջ։ խնդրում եմ ցած կողքերով տեղադրես Սեթակ ջան, դու մինչև հավը կտապակեմ։ Այսպես է իր ուզում։ Այո։ Մոտավորապես այո։ Քանի որ քո ցանկացած այսպես թե այնպես ուրիշից չես կարողանում ստանալ։ Թողնենք տապակվի, ես կուզեմ կծուտակ դեղը տաս Սեթակ ջան։ Ես կկտրատեմ։ Դու ես կտրատել, ես ուզում եմ դու կանաչին կտրատեիր։ Խնդրեմ, ինչ Մի կանաչի։ փոքր խառը կանաչի ուղղակի։ Այդ թվում նաև ռեհան։ Այդ թվում նաև ռեհան, ինչու՞ չէ։ Մաղադանոս, սամիտ, ասպրամ, ռեհան, ինչպես նշում ենք, բավական է այսքանը։ Հələ մի բան էլ ավել է, մեկ բաժնի համար։ Իսկ հավը համենվելու է։ Միսը, հավը արդեն աղով համենված է, վերջում միասին կհամեմենք։ Ավելացնեցինք լոլիկը, սրա վրա հիմա կավելացնենք նաև կծուտակ դեղը, Կանաչուի մասը երևի, հա։
Չէ, Չէ։ ծածկենք բերանը, Խնդրեմ։ թողնենք մոտարապես 5-ից 7 րոպե մի քիչ շոքե խաշվի, համերը վերցնի, որից հետո կավելացնենք սխտոր եւ մի փոքր թթվասեր։ Սխտորը ես ինչը կխաշվի, շոքե խաշվի, սխտորը ես կտրատեմ, հա։ Ահա, մենք էլ սպասենք այդ 5-ից 7 րոպեն։ Այո, արդեն 5 րոպե։ Արդեն 5 րոպե, 2 րոպեն անցավ։ Գրիշան ինչ ստացվեց, եղբայր։ Ստացվեց այն, ինչ ստացվեց։ Հիմա մի փոքր էլ կավելացնենք թթվասեր։ Խնդրեմ։ Թթվասերը տվեցիր կթարնել դեմ։ Մինչ Աղջես վերջին հարդարման աշխատանքները։ Չէ՞ դու սա։ Ոչ, Ես կգցեմ լավ։ մինչ վերջին հարդարման ձեզ թողնեմ։ գործերը կիրականացնի Գրիշան, նորից հիշեցնեմ, հարգելի հեռուստադիտողներ, պատրաստի աճարը մենք նորից կարագով տապակեցինք, տեղադրեցինք որպես խավարդ, սոխարած պատրաստեցինք, այնուհետև այդ սոխարածի մեջ տապակեցինք հավի խաշված միսը, վրան ավելացրինք կեղևից մաքրված լոլիկը մանր կտրատված, կծու պղպեղ, հիմա պիտի ավելացնենք նաև սխտոր, իսկ միշտ սխտորն ավելացրինք թթվասեր։ Այսպես։ Սխտորն էլ լցրեցինք։ Կանաչին չգիտեմ որտեղ տեղավորեմ։ Մի տեղավորի, քասատակ ջան կանաչին։ Համի մի րոպե, այսպես կրակից վերցնում ենք, մի րոպե թողնում ենք, որպեսզի սխտորը իր բույրը տա, էլի կանաչին մի լցրու հիմա, սաթրեք ջան։ Շատ շուտ ես ուզում կանաչին լցնես։ Ուզում ես կանաչից ազատվես, հա։ Չէ, նորմալ է։ Չէ։ Հա։ Թողենք մի րոպե սխտորի իր բույրը տա, ինչու չենք եռացնում, որպեսզի սխտորի մեջի եթերային յուղերը չցնդեն։ Այն մնան կերակուրի մեջ։ Շատ լավ։ Հիմա քոմոս շատ լավ է ստացվում լցնելու պահը։ Գեղեցիկ լցրու։ Ինձ կանած գեղեցիկ լինի։ Այո, կաշխատեմ, բայց ափսոս, որ հում կանաչի պիտի դնենք։ Հում կանաչի մեջ էլ եթերային յուղեր կա, ջերմային մշակումից այդ եթերային յուղերը ցնդում են։ Իրոք։ Անկես։ Մեզ դպրոցում տենց են սովորացրել։ Սոուս այնպես անենք, որ շատ աճարին չխանգարի, չէ։ Համակարծիք ես դու արդյոք։ Սեցակ համակարծիք լնելը փոխաբերական է։ Ես օրինակ այս կերակուրին հաճարին բան չէի գցի։ Ես կմատուցեմ հենց այսպես սխտոր մածունով, ով որ կցանկանա, աճարին կավելացնի սխտոր կամ մածուն, բայց գույնը բացելու համար 2 հատ պղպեղ կդնեի այստեղ եւ ինչպես դու շատ ես սիրում մաղադանոս, չէ՞։ Ահա, հենց այսպես կարող ենք մատուցել։ Այո, բորանի հավի մսով եւ աճարով։ Գրիշյան, ինչ ցանկություններ, ինչ առաջարկներ ունես մեր հեռուստատիտողներին։ Հեռուստատիտողներին առաջարկում եմ չմոռանալ, որ մենք խորովածի փառատոնը անելու ենք սեպտեմբերի 12-ին Աղթալայի վանական հուշահամալիրի տարածքում եւ բոլորը պետք է անպայման գան եւ վայելեն ազգային խորովածի տարբեր տարատեսակները
եւ հայտնեն իրենց կարծիքները։ Բարեկամներ, նաև հիշեցնեմ, որ հուլիսի 29-ին Այրի վանքում նշվելու է մեր մեծանուն կոմպոզիտորներից Ավետ Տերտերյանին նվիրված միջոցառում է իրականանալու ժամը 13-ին ավտոբուսները կոնսերվատորիայի մոտից։ Վերջ այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, ձեր անունից Գրիշային պիտի անպայման շնորհակալություն հայտնեմ։ Կերակուրը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, շատ լավ տրամադրությամբ եւ հետը անպայման սպիտակ, անապակ, հայկական անսահմանափակ գինի։ Այսքանն էր բարեկամներ, լինենք առողջ ու երջանիկ, ասք սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու, ոչ դերու։ Բլխուրով քաշովի, կարմիր լոբի 150 գրամ, բլխուր 100 գրամ, լոլիկ 70 գրամ, սոխ 1 հատ, սամիտ, սև պղպեղ, աղ, բարյախորժակ։